Երբ 2016 թվականի ապրիլին նախագահական պալատի անվտանգության աշխատակիցը հրաժարական տվեց, նա իր հետ տարավ մի բան, ինչը երբեք չպետք է դուրս գար այդ պատերից, անձնական օրագրի տասնյակ էջեր, որտեղ նշված էին ամենօրյա այցելուները, ժամերը, խորհրդավոր կոդերը, մի անուն, որը կրկնվում էր գիշերային մուտքերի մեջ շատ հաճախ, երիտասարդ երգիչների, հայտնի դերասանների, անհայտ տղամարդկանց ցուցակ, ովքեր մտնում էին հատուկ մուտքով ուշ երեկոյան դուրս էին գալիս առավոտյան։ Բայց ամենամեծ գաղտնիքը սա չէր, այլ այն փաստը, որ Սերժ Սարգսյանը գիտեր այս ամենի մասին տարիներ շարունակ լռում էր, ով էր պատվիրել այդ ցուցակները ջնջել 2018 թվականի ապրիլից հետո, ինչ էր պատահում այդ գաղտնի սենյակում, որի մասին նույնիսկ նախագահական ընտանիքի անդամները չգիտեին, ինչու այդ երիտասարդ երգիչները հանկարծ ստանում էին լավագույն հեռուստաշոուներում հայտնվելու հնարավորություն։ Ռիտա Դաթայանը ծնվել էր 1966 թվականին Երանում։ Սովորական ընտանիքում, նրա հայրը աշխատում էր ինժեներ, մայրը ուսուցչուհի, ոչինչ չէր նախազգուշացնում, որ այս կինը կդառնա Հայաստանի ամենազորեղ կնոջը։ Երբ 1984 թվականին նա ամուսնացավ երիտասարդ ռազմական Սերժ Սարգսյանի հետ, ոչ ոք չէր պատկերացնում նրա ապագան։ Սերժը այն ժամանակ սովորական սպա էր, առանց ազդեցության, առանց կապերի, բայց Ռիտան արդեն իսկ տեսնում էր ինչ-որ բան, ինչ ուրիշները չէին նկատում իր ամուսնու մեջ։ Առաջին 30 տարիների ընթացքում Ռիտան ապրում էր շատ համեստ, կինը մեծացրեց 2 աղջիկ, Անուշ Սաթենիկ, նրանք ապրում էին սովորական բնակարանում Երանի Արաբկիր թաղամասում։ Երբ Սերժը դարձավ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ընտանիքը փոխեց բնակարանը, բայց դեռ շռայլությունը հեռու էր։ Ռիտան շարունակում էր լինել սովորական ռազմական ընտանիքի մայր տիկին, նա հաճախում էր խանութներ հասարակ մարդկանց պես, գնում էր շուկա, խոսում էր հարանների հետ, բայց ամեն ինչ փոխվեց 2000 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահ, Սերժ Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար, ապա ազգային անվտանգության քարտուղար վարչապետ։ Ընտանիքը տեղափոխվեց նախագահական վարչության շենքերի մոտ գտնվող առանձնատուն։ Այստեղից սկսվում է այն պատմությունը, որը երկրում շշնջում էին տարիներ շարունակ, բայց ոչ ոք համարձակություն չուներ բարձր ասել։ Նախագահական ընտանիքի նախկին անձնակազմի անդամներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը, անցյալ տարի առաջին անգամ համաձայնեց խոսել։ Այս մարդը տասնյակ տարիներ ծառայել է նախագահական պալատում, տեսել այն, ինչը թաքնված էր հանրության աչքից, ըստ նրա խոսքերի, 2002 թվականի վերջերից սկսած Ռիտա Սարգսյանը սկսեց փոխվել։ Նա ավելի քիչ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ, ավելի շատ ժամանակ իր մասնավոր սենյակներում, այդ սենյակներ, որոնք գտնվում էին առանձնատան երկրորդ հարկում, ուներ հատուկ մուտք անվտանգության համակարգ, ով էր կարող մտնել այդ սենյակներ առանց Ռիտայի թույլտվության։ Ինչպես եղավ, որ նախագահական անվտանգության ծառայությունը սկսեց վարել առանձին մատյան այդ այցելությունների համար, ինչու երիտասարդ երգիչներն ու դերասանները սկսեցին ստանալ հրավերներ այդ առանձնատուն այն ժամանակ, երբ Սերժը ուղղորության մեջ էր։ 2005 թվականին Երանյան հայտնի ռեստորանի մոտ կայանած էր մեծ ավտոմեքենա, այն ուներ խցանված համարանիշներ։ Երեկոյան ժամը 9 սահմաններում ռեստորանից դուրս եկավ երիտասարդ երգիչը, ով այն ժամանակ հենց նոր էր սկսում իր կարիերան։ Նա նստեց մեքենայի մեջ, մեկնեց, 20 րոպե անց ավտոմեքենան մտավ նախագահական առանձնատան տարածք հատուկ մուտքով, որը չի եռում հիմնական պահակետից։ Երգիչը վերադարձավ 5 ժամ անց, առավոտյան 2-ին։ Վարորդը, ով այդ ավտոմեքենան վարում էր 6 տարի, հիշում է այդ գիշերը շատ լավ, քանի որ դա առաջին անգամ էր, երբ նա տեսավ ինչ-որ մեկին այդ մուտքով մտնելիս։ Հաջորդ ամիսների ընթացքում նույն սցենարը կրկնվեց տասնյակ անգամներ, տարբեր երիտասարդներ, հիմնականում երգիչներ, դերասաններ, որոնց կարիերան նոր էր սկսվում, նրանք մտնում էին այդ հատուկ մուտքով, մնում ընդամենը մի քանի ժամ, անվտանգության ծառայողները ստացել էին հստակ հրահանգ չհարցնել, չխոսել, չգրանցել այս այցելությունները պաշտոնական մատյանում, բայց մի քանի նրանցից պահպանել էին անձնական նշումներ, որոնք հիմա գտնվում են անհայտ վայրերում։ 2007 թվականին, երբ մոտենում էր նախագահական ընտրությունները, ամեն ինչ դարձավ ավելի խիստ։ Ռիտա Սարգսյանի անձնական քարտուղարը փոխվեց 3 անգամ մեկ տարում։ Նախկին քարտուղարը, ով հրաժարական տվեց 2007 թվականի աշնանը, պատմեց իր ընկերներին մի բան, որը նրանք վերապատմեցին այլ մարդկանց։ Այդպես Երանյան խոսակցություններում հայտնվեց մի լուր, որը սարսափեցրեց շատերին։ Ըստ քարտուղարի պատմածի, նախագահական առանձնատան երկրորդ հարկում եղել է հատուկ սենյակ, որը ներկայացված էր որպես անձնական գրասենյակ, բայց այս սենյակի ներսում եղել են ոչ թե աշխատանքային գրասեղաններ, այլ շատ այլ իրեր, մեծ անկողին, հատուկ լուսավորություն, բարձրախոս համակարգ ամենակարևորը, հատուկ անվտանգության ապարատներ,
որոնք չէին թույլատրում ձայնագրել կամ լուսանկարել, քարտուղարը մի անգամ պատահական մտել էր այդ սենյակ տեսել այն, ինչը նրան ստիպեց հրաժարական գրել հաջորդ օրը, բայց ամենաիմաստալից հարցը մնում էր առանց պատասխանի. Ինչպես էր հնարավոր, որ Սերժ Սարգսյանը, ով ուներ լավագույն անվտանգության ծառայություն, չգիտեր այս ամենի մասին, ինչպես էր հնարավոր, որ նախագահական առանձնատուն ուներ գաղտնի մուտք գաղտնի այցելուներ առանց նրա իմացության։ Կամ թե գուցե ավելի ճիշտ է հարցնել, ինչպես էր Սերժը կարողանում տանել այս ամենը չարձագանքել։ 2008 թվականի մարտին Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի երրորդ նախագահ, ընտանիքը տեղափոխվեց նախագահական պալատ, որը գտնվում է Բաղրամյան պողոտայի վրա, այստեղ ամեն ինչ պետք է լիներ ավելի հսկողվող, ավելի պաշտոնական, ավելի թափանցիկ, բայց իրականում այստեղ սկսվեց այն ամենը, ինչը հետագայում կդառնար Երանի ամենամեծ բաց գաղտնիքներից մեկը։ Նախագահական պալատի անձնակազմից 25 մարդ տեսել են այն, ինչն այժմ փորձում են շղթել պաշտոնյաները։ Նախագահական պալատում կար հատուկ թիվ, որը նախատեսված էր առաջին տիկնոջ անձնական անհրաժեշտությունների համար։ Այնտեղ գտնվում էին նրա գրասենյակը, հանգստի սենյակը, մի քանի այլ պահեստներ, բայց այդտեղ կար նա մի սենյակ, որի մասին չկար պաշտոնական տեղեկատվություն։ Այս սենյակը չէր նշվում պալատի կառուցվածքային պլաններում, չուներ համար կամ անվանում, անվտանգության ծառայողները այն անվանում էին պարզապես 6-րդ սենյակ, թե պաշտոնապես կային միայն 5 սենյակ այդ թվում։ 2009 թվականին Երանյան հայտնի ակումբներից մեկում աշխատող անձնակազմի անդամը նկատեց մի օրինաչափություն։ Որոշակի երիտասարդ երգիչներ դերասաններ, ովքեր հաճախակի այցելում էին ակումբ, հանկարծ դադարեցին գալ 6-ից 9 ամիս, երբ նրանք վերադարձան։ Նրանց կարիերաները արդեն իսկ բարձրացել էին, նրանք արդեն հայտնվում էին հեռուստատեսության հիմնական ուղիղ եթերներում, ստանում էին հանրաճանաչություն գումար, ինչ-որ մեկը օգնում էր նրանց, բայց ով այս երիտասարդներից մեկը, ով խնդրեց չբացահայտել իր անունը, հետագայում խոստովանեց իր մտերիմներին, որ ստացել է արտոնություններ հնարավորություններ, նա ասել է, որ պարտավոր էր հաճախել որոշակի հանդիպումներ, որտեղ քննարկվում էին ոչ թե արվեստի հարցեր։ Այս հանդիպումները տեղի էին ունենում ուշ երեկոյան, երբ պաշտոնական այցելությունները արդեն վերջացած էին։ Երիտասարդը հավելել է, որ այդ հանդիպումներում միշտ կար մի պահանջ չխոսել ոչ ոքի հետ այդ մասին։ Ինչպես էր հնարավոր, որ այս ամենը շարունակվում էր տարիներ շարունակ, ոչ ոք չխոսում էր հրապարակայնորեն։ Ինչպես էին անվտանգության տասնյակ աշխատակիցներ պահում այս գաղտնիքը։ Ինչու էին ամուսնացած կինը, ով բարձր պաշտոններ չուներ, բայց ուներ անսահման իշխանություն, կարող վարվել այսպես չվախենալ հետանքներից։ 2010 թվականի ամռանը Երանում տարածվեց մի լուր, որը շփոթեցրեց շատերին։ Հայտնի երգիչներից մեկը, ով հաճախ էր ելույթներ ունենում պաշտոնական միջոցառումներում, հանկարծ հրաժարվեց երգել մի հանդիսավոր համերգում, պատճառներ չբացատրվեցին, բայց նրան փոխարինող երգչուհին հենց նույն շաբաթը ստացավ կոնտրակտ մի հեռուստաընկերության հետ։ Նրա Ինստագրամի էջում հայտնվեցին լուսանկարներ նախագահական միջոցառումներից, որտեղ նա կանգնած էր Ռիտա Սարգսյանի կողքին։ Հետագա 2 տարիների ընթացքում այս երգչուհին դարձավ Ռիտա Սարգսյանի մոտակա շրջապատի անդամ, նա մասնակցում էր բարեգործական ծրագրերի, ինչը պաշտոնապես ղեկավարվում էր առաջին տիկնոջ կողմից։ Բայց ուշ գիշերներ այս նույն երգչուհին նկատվում էր դուրս գալիս նախագահական պալատի հարանությունից։ Լրագրողները փորձեցին հարցեր տալ, բայց երբեք չստացան պատասխաններ։ Ռիտա Սարգսյանի մասնավոր օրացուցում ունեցողը, ով աշխատում էր 2013 թվականից մինչ 2015, հիշում է մի դետալ, որը կարող էր բացատրել շատ բան։ Օրացույցում կային 2 տեսակի նշումներ՝ կարմիրով սով, կարմիր նշումները պաշտոնական հանդիպումներ էին, սերը անձնական։ Բայց ըստ այդ մարդու խոսքերի, նշումները միշտ էին տեղի ունենում երեկոյան ժամը 9 կամ 10-ից հետո։ Այդ նշումների մեջ գրված էին միայն ակրոնիմներ՝ ԵՀՄՏ, իսկական անունները երբեք չէին գրվում։ Մի քանի ամիս անց այդ օրացույցը պետք է ոչնչացվեր ըստ անվտանգության կանոնների, բայց այն մարդը պատահաբար պահեց մի քանի էջի լուսանկարներ իր անձնական հեռախոսում։ Երբ 2018 թվականին հեղափոխությունից հետո այդ մարդը վերադարձավ էջերին, նա հասկացավ, որ այդ ակրոնիմները համընկնում են հայտնի երգիչների անուններին, ահա թե ինչու դրանք գրվում էին կոդերով, բայց նա եղել են ուրիշ մարդիկ, ովքեր տեսել են ավելին։ 2013 թվականին նախագահական պալատի սպասարկման բաժնի ղեկավարը ստիպված էր հատուկ պատվիրել ֆրանսիական թանկարժեք շամպայն շվեյցարական շոկոլադ։ Այս ապրանքները չէին նախատեսված պաշտոնական միջոցառումների համար։ Դրանք պատվիրվում էին կոնկրետ երեկոներին առաքվում հենց այն 6-րդ սենյակ, յուրաքանչյուր պատվերի համար էր անհրաժեշտ առաջին տիկնոջ անձնական ստորագրությունը։ Ով էր ստանում այդ շամպայնն ու շոկոլադը, ինչպես էր հնարավոր, որ սովորական սպասարկման
Աշխատողները իմանային ավելին, քան նախագահական վարչության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչու էր անհրաժեշտ այսքան գաղտնիություն, եթե ամեն ինչ արվում էր օրինական բարոյական սահմաններում։ 2014 թվականի գարնանը Երանյան բարձրագույն հասարակական շրջանակներում խոսվեց մի պատմության մասին, հայտնի բիզնեսմենի որդին, ով փորձում էր դառնալ երգիչ։ Ստացել էր առաջարկ հանդիպել Ռիտա Սարգսյանի հետ, այդ հանդիպման նպատակը պաշտոնապես ներկայացվել էր որպես արվեստի զարգացմանը օգնելու քննարկում, բայց երիտասարդի հայրը, ով չէր հավատում այդ պաշտոնական բացատրությանը, խստորեն արգելեց որդուն գնալ այդ հանդիպման, շուրջ 2 շաբաթ հետո այդ նույն երիտասարդը կորցրեց իր հնարավորությունը հայտնվել մի մեծ հեռուստաշոուում, իր տեղը վերցրեց մեկ այլ երիտասարդ, ով պակաս տաղանդավոր էր, բայց ով համաձայնել էր այդ հանդիպմանը։ 3 ամիս հետո երկրորդ երիտասարդը արդեն ուներ սեփական հեռուստահաղորդում, կնքել էր կոնտրակտներ 2 մեծ արտադրական ընկերությունների հետ, նա սկսեց հայտնվել Ռիտա Սարգսյանի հասարակական միջոցառումներում որպես աջակից բարեկամ, այս պատմությունը փոխանցվեց տարբեր տարբերակներով, բայց հիմնական գիծը մնաց միշտ նույնը, եթե համաձայնվեիր, ստանում էիր կարիերա, եթե հրաժարվեիր, կորցնում էիր բոլոր հնարավորությունները, սա դառնում էր ավելի քան պարզապես կոռուպցիա կամ հարաբերությունների շուկա, սա էր ամբողջական համակարգ, որը գործում էր տարիներ, ներառում էր տասնյակ մարդկանց, բայց ամենադժվարը հասկանալի էր այլ բան։ Սերժ Սարգսյանը, ով համարվում էր խիստ կարգապահ ղեկավար, ինչպես էր թույլ տալիս այս ամենը, նա ուներ լավագույն հետախուզական ծառայությունները, հարյուրավոր հավատարիմ մարդիկ, ամբողջական վերահսկողական համակարգ, հնարավոր էր, որ նա չգիտեր, կամ թե նա գիտեր ընտրել էր լռել։ 2015 թվականին իրավիճակը դարձավ ավելի բարդ, նախագահական պալատում սկսվեցին ներքին ստուգումներ կապված անվտանգության ռեժիմի խախտումների հետ, պարզվեց, որ որոշակի երեկոյան ժամերի ընթացքում պալատի մի մասում անջատվում էր վերահսկողական տեսախցիկների համակարգը, սա տեղի էր ունենում մոտավորապես 2 օրը մեկ, երբ տեղի էին ունենում անձնական հանդիպումներ, որոնք գրանցված չէին պաշտոնական օրացույցներում, ստուգման գլխավոր պատասխանատուն փորձեց հարցեր տալ անվտանգության ծառայության ղեկավարին, բայց ստացավ պատասխան, որ սա տեղի է ունենում առաջին տիկնոջ անձնական կյանքի գաղտնիությունն ապահովելու համար։ Ստուգումը դադարեցվեց հետագա բացատրություններով, որոնք երբեք չտրվեցին, ում պատվերով կարող էր դադարեցվել այդ ստուգումը, առանց նախագահի հաստատման, 2016 թվականին Երանում բացվեց նոր մասնավոր ակումբ, որը անմիջապես դարձավ հայտնի որպես նշանավորների վայր, այս ակումբի անդամների ցուցակը պահվում էր խիստ գաղտնի, բայց ըստ աշխատակիցների խոսքերի, այնտեղ հաճախ էին գալիս երիտասարդ արվեստագետներ, ովքեր հետո նկատվում էին նախագահական միջոցառումներում, ակումբի սեփականատերը, ով հրաժարվել է տալ մանրամասներ, միայն հավելեց, որ որոշակի մարդիկ ունեին անվճար անդամակցություն վեբ սպասարկում, ով էր վճարում այդ երիտասարդների համար, ինչպես էր կազմակերպվում այդ ամենը, որ ոչ ոք չտեսներ, չկասկածներ, եթե սա բոլորովին սովորական հարաբերություններ էին։ Ինչու ապա պահանջվում էր այդքան գաղտնիություն կառուցվածք։ 2017 թվականի աշնանը Սերժ Սարգսյանը պետք է ավարտեր իր երկրորդ նախագահական ժամկետը, հասարակությունում սկսեցին քննարկել նրա հնարավոր ապագան։ Նա շատ տարիներ էր իշխանության մեջ, ուներ մեծ ազդեցություն։ Այդ ժամանակ մի խումբ լրագրողներ սկսեց հետաքննություն նախագահական ընտանիքի ծախսերի մասին, նրանք հավաքեցին փաստաթղթեր, վկայություններ, լուսանկարներ, այս հետաքննության ընթացքում պարզվեց, որ նախագահական պալատի բյուջեից զգալի գումարներ գնում էին ներկայացուցչական ծախսեր բաժինը, բայց այդ ծախսերի մանրամասները չէին բացահայտվում, երբ լրագրողները փորձեցին ներկայացնել այդ հետաքննությունը։ Նրանց գլխավոր խմբագիրները մերժեցին հրապարակումը, անվանելով այն ապացուցված չէ վտանգավոր, ով էր ճնշում լրատվամիջոցները, ինչու 2018 թվականի ապրիլին Հայաստանում սկսվեց Թավշյա հեղափոխություն։ Հազարավոր մարդիկ ելան փողոց պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, 10 օրվա ընթացքում իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, Սերժը ստիպված եղավ հրաժարական տալ, նախագահական պալատը դատարկվեց, շտաբ, բազմաթիվ փաստաթղթեր տեղափոխվեցին կամ ոչնչացվեցին։ Հետագա ստուգումների ժամանակ պարզվեց, որ շատ նյութեր կորել են, հեղափոխությունից հետո հասարակությունը սկսեց ավելի ազատ խոսել այն մասին, ինչի մասին նախկինում վախենում էին, սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել վկայություններ, պատմություններ, լուսանկարներ, երևանցիները բաժանում էին այն, ինչ լսել կամ տեսել էին նախկին տարիներին, բայց պաշտոնական հետաքննություններ այդ ուղղությամբ երբեք չսկսվեցին։ Քանի որ նոր իշխանությունները ունեին այլ առաջնահերթություններ, նախագահական պալատի նախկին անձնակազմի որոշ անդամներ գաղտնի հանդիպումներում պատմեցին այն, ինչը տեսել էին, նրանք խոսեցին գաղտնի մուտքերի, ուշ գիշերային այցելությունների,
Հատուկ սենյակների մասին, բայց ոչ ոք չէր պատրաստ պաշտոնապես վկայություններ տալ դատարանում, վախենալով հնարավոր հետանքներից։ Սերժ Սարգսյանը դեռս մնում էր ազդեցիկ մարդ Հայաստանում, ով էր ճանաչում ճշմարտությունը այս պատմության մեջ։ Եթե վկաներն այդքան շատ էին, ինչու ապա ոչ։ Մեկը չխոսում էր բարձր, ինչպես կարող էր մի կին, անկախ իր դիրքից, ունենալ այսքան իշխանություն վախ չունենալ արդարադատությունից։ 2019 թվականին անկախ լրագրողներից մեկը փորձեց կազմակերպել հարցազրույց Ռիտա Սարգսյանի հետ, նպատակը ներկայացվել էր որպես առաջին տիկնոջ դերի քննարկում Հայաստանի ժամանակակից պատմության մեջ, բայց պատասխանը եկավ շատ հստակ կարճ. Տիկին Սարգսյանը հրաժարվում է ցանկացած հանրային հարցազրույցից կխնդրի հարգել իր մասնավոր կյանքը։ Այս հրաժարումը եկավ նրա փաստաբանների միջոցով։ Դա բարձրացրեց հետաքրքրությունը դեպի այն, թե ինչ կարող էր լինել պատճառը։ Մարդիկ, ովքեր ապրել էին այդ դարաշրջանում, սկսեցին հիշել մանրամասներ։ Պարզվեց, որ բազմաթիվ երիտասարդ արվեստագետներ, ովքեր աստղանում էին այդ տարիներին, հետո լռության էին մատնել այդ ժամանակաշրջանը։ Նրանք հրաժարվում էին պատասխանել հարցերին, խուսափում էին քննարկումներից, ինչ կարող է ստիպել տասնյակ մարդկանց լռել տասնամյակներ շարունակ, ինչ տեսակ համակարգ պետք է գոյություն ունենա, որպեսզի այդքան շատ մարդիկ պահեն մի գաղտնիք։ Ինչպես է հնարավոր, որ նույնիսկ 2020 թվականներին, երբ բազմաթիվ գաղտնիքներ արդեն բացվել են, այս մեկը դեռ մնում է ամբողջությամբ չբացահայտված։ 2020 թվականի սկզբին Երանյան մի փակ ակումբում տեղի ունեցավ անսովոր հանդիպում։ 5 նախկին անվտանգության աշխատակից, ովքեր տարբեր ժամանակներում ծառայել էին նախագահական պալատում, համաձայնեցին խոսել միմյանց հետ։ Նրանք չէին ճանաչում միմյանց նախկինում, բայց բոլորն էլ ունեին նմանատիպ պատմություններ։ Յուրաքանչյուրը տեսել էր մի մասը մեծ պատկերի, բայց երբ նրանք միավորեցին իրենց վկայությունները, ստացվեց ամբողջական պատմություն, որը սարսափեցրեց նույնիսկ նրանց։ Առաջին աշխատակիցը պատմեց, որ 2012 թվականից սկսած նա պարտավոր էր յուրաքանչյուր երեքշաբթի ուրբաթ երեկո անջատել վերահսկողական տեսախցիկները երկրորդ հարկի Արմտյան թում։ Սա տում էր ժամը 9 երեկոյանից մինչ 2 գիշերը։ Նրան ասել էին, որ սա անհրաժեշտ է առաջին տիկնոջ անձնական հանգստի համար, բայց նա նկատել էր, որ հենց այդ ժամերին հատուկ մուտքով մտնում էին մարդիկ, ում նա չէր ճանաչում։ Երկրորդ աշխատակիցը, ով պատասխանատու էր ավտոմեքենաների համար, հիշում էր, որ ուներ հատուկ ցուցակ վարորդների, ովքեր կարող էին օգտագործել մեքենաները առանց համարանիշների։ Այդ վարորդները երբեք չէին հաղորդում, թե ում են տեղափոխում։ Նրանք պարզապես ստանում էին հեռախոսազանգ, գնում էին որոշակի հասցե, բերում էին մարդկանց նախագահական պալատ, ամեն անգամ երթուղին փոխվում էր, որպեսզի չլինեն կրկնություններ, ոչ ոք չնկատի օրինաչափություն։ Երրորդ աշխատակիցը աշխատում էր սպասարկման բաժնում, պատասխանատու էր սենյակների պատրաստման համար։ Նա պատմեց, որ 6-րդ սենյակը պետք է պատրաստվեր յուրաքանչյուր այդ երեկոյան։ Հատուկ սպիտակեղեն, որը բերվում էր ֆրանսիական բուտիկներից, թանկարժեք օծանելիք, որի մի շիշը արժեր 3000 եվրո, հատուկ լուսավորություն, որը կարգավորվում էր ըստ առաջին տիկնոջ նախասիրությունների։ Յուրաքանչյուր առավոտ այդ սենյակը մաքրվում էր հատուկ թիմի կողմից, ով ստորագրել էր գաղտնիության պայմանագիր։ 4-րդ աշխատակիցը, ով աշխատում էր հաղորդակցության բաժնում, բացահայտեց, որ գոյություն ուներ առանձին հեռախոսային գիծ, որը չէր գրանցված պաշտոնական համակարգերում։ Այդ գծով զանգերը գալիս էին ուղղակիորեն առաջին տիկնոջ անձնական քարտուղարին։ Զանգերը միշտ էին գալիս կոնկրետ ժամերին, երեկոյան 7-ից 8։ Յուրաքանչյուր զանգից հետո սկսվում էր պատրաստական աշխատանք այդ երեկվա համար։ 5-րդ աշխատակիցը, ով պատասխանատու էր ֆինանսական փաստաթղթերի համար, ասաց, որ ամեն ամիս առանձին բյուջե հատկացվում էր հատուկ ծախսեր բաժնին։ Այդ գումարները տատանվում էին 10,000-ից 20,000 եվրո ամսական։ Փաստաթղթերում դրանք նշվում էին որպես ներկայացուցչական նպատակներ, բայց երբեք չէին ներկայացվում կոնկրետ հաշվետվություններ։ Երբ նա փորձեց հարցեր տալ, նրան ասացին, որ սա անձնական հարց է, չի քննարկվում։ Երբ այս 5 մարդիկ միավորեցին իրենց տեղեկությունները, նրանք հասկացան, որ եղել է ամբողջական համակարգ, որը ներառում էր տասնյակ մարդկանց, ուներ հստակ կառուցվածք, գործում էր տարիներ շարունակ, բայց ամենաշոկային բացահայտումը եղավ այն, երբ նրանք համեմատեցին ամսաթվերը, պարզվեց, որ այս ամենը սկսվել էր ոչ թե 2002 թվականին, ինչպես շատերը կարծում էին, այլ շատ ավելի վաղ, դեռս 2000 թվականին, երբ Սերժ Սարգսյանը դեռ վարչապետ էր։ Ինչպես էր հնարավոր կառուցել այսպիսի համակարգ առանց նախագահի իմացության, կամ եթե նախագահը գիտեր, ինչու նա թույլ էր տալիս սա։ Ինչ տեսակ համաձայնություն կամ պայմանագիր կարող էր գոյություն ունենալ այս ամուսնու կնոջ միջ, որ թույլ էր տալիս նման իրավիճակ։ 2022 թվականին անկախ հետաքննող լրագրողներից մեկը ստացավ անանուն նամակ։ Նամակում կար ՅՈՍՊ գրիչ,
որի վրա գրված էր «Ճշմարտությունը Ռիտայի» մասին, երբ լրագրողը բացեց ֆայլերը, նա տեսավ հարյուրավոր էջեր սկանավորված փաստաթղթեր, լուսանկարներ, աուդիո ֆայլեր, փաստաթղթերը ներառում էին ֆինանսական հաշվետվություններ, անձնակազմի ժամանակացույցեր, անվտանգության զեկույցներ ամենակարևորը, անձնական նամակներ, լուսանկարները ցույց էին տալիս նախագահական պալատի ներսը, սենյակներ, որոնք երբեք չէին ցուցադրվել պաշտոնական տուրերի ժամանակ, մի լուսանկարում երում էր մեծ սենյակ, կարմիր թավշյա պատերով, ոսկեզօծ հայելիներով հսկայական անկողնով, մեկ այլ լուսանկարում, սեղան, որի վրա դասավորված էին թանկարժեք ըմպելիքներ, շոկոլադի տուփեր։ Երրորդ լուսանկարում երում էր փակ դուռ, որի վրա փակցված էր փոքրիկ ցուցանակ, մասնավոր տարածք, մուտքը արգելված, աուդիո ֆայլերը ավելի շոկային էին, դրանք ձայնագրություններ էին հեռախոսային զրույցների, որտեղ կնոջ ձայնը, որը նման էր Ռիտա Սարգսյանի ձայնին, խոսում էր անհայտ մարդկանց հետ, զրույցներում քննարկվում էին հանդիպումների ժամեր, պայմաններ, նույնիսկ գումարներ, մի զրույցում կինը ասում էր. Եթե ուզում ես հաջորդ շաբաթ հայտնվել հեռուստատեսության մեջ, պետք է ցույց տաս քո նվիրվածությունը, դու գիտես ինչ է դա նշանակում, լրագրողը փորձեց ստուգել այդ նյութերի իսկությունը, նա ուղարկեց լուսանկարները մի քանի փորձագետների, ովքեր հաստատեցին, որ դրանք իսկական են արված են 2012-ից 2017 թվականների միջ, աուդիո ֆայլերի վերլուծությունը ցույց տվեց, որ ձայները չեն խմբագրված գրանցված են իրական զրույցներից, բայց երբ լրագրողը փորձեց հրապարակել այս նյութերը, նա ստացավ իրավական սպառնալիքներ Սարգսյանների փաստաբանների կողմից, փաստաբանները պնդում էին, որ այս նյութերը կեղծ են, ստեղծված քաղաքական թշնամիների կողմից, նրանք պահանջեցին բացահայտել աղբյուրը, հակառակ դեպքում սպառնում էին դատական հայցով։ Լրագրողը հայտնվեց դժվար իրավիճակում, նա ուներ ապացույցներ, բայց չէր կարող բացահայտել աղբյուրը, քանի որ դա կվտանգեր այդ մարդու կյանքը, վերջապես նա որոշեց հրապարակել միայն մի մասը, առանց ամենազգայուն մանրամասների։ Հրապարակումը առաջացրեց ուժեղ արձագանք հասարակության մեջ, սոցիալական ցանցերում սկսվեցին բուռն քննարկումներ, մարդիկ բաժանվեցին երկու ճամբարի, մի մասը պնդում էր, որ սա ամենը սուտ է քաղաքական հարձակում, մյուս մասը պահանջում էր պաշտոնական հետաքննություն, բայց իշխանությունները լռում էին, ոչ մի պաշտոնական մարմին չարձագանքեց այդ հրապարակումներին, ինչու՞։ Իշխանությունները լռում էին, ինչ էին վախենում բացահայտել, եթե ամեն ինչ սուտ էր, ինչու ապա չսկսեցին հակաքարոզարշավ կամ դատական գործ լրագրողի դեմ, լռությունը ավելի շատ հարցեր էր բարձրացնում, քան պատասխաններ տալիս։ 2022 թվականի աշնանը Երանյան մի փակ հանդիպման ժամանակ երեք նախկին նախարար քննարկեցին այն, ինչը նրանք անվանում էին Ռիտայի խնդիր, այս նախարարները ծառայել էին Սերժ Սարգսյանի կառավարությունում տարբեր ժամանակներում։ Նրանք բոլորն էլ գիտեին ինչ-որ բան, բայց երբեք չէին խոսել հրապարակայնորեն, այդ երեկո երբ նրանք միայնակ էին զգում էին անվտանգ, նրանք որոշեցին բաժանել իրենց գիտելիքները, առաջին նախարարը պատմեց, որ 2013 թվականին նա մասնակցել էր կառավարության նիստի, որից հետո Սերժ Սարգսյանը կանչել էր նրան մասնավոր զրույցի, նախագահը ասել էր. Դու պետք է հասկանաս, որ ընտանիքում կան որոշակի իրավիճակներ, որոնք չեն քննարկվում հրապարակայնորեն, եթե լսես ինչ-որ բան Ռիտայի մասին, պարզապես անտեսիր, սա անձնական հարց է, նախարարը հարցրել էր, թե ինչ է նկատի, բայց Սերժը ավելացրել էր միայն. Դու կհասկանաս, երբ ժամանակը գա, երկրորդ նախարարը հիշեց, որ 2015 թվականին նա պատահաբար լսել էր զրույց երկու բարձրաստիճան անվտանգության սպայի միջ, նրանք խոսում էին այն մասին, որ առաջին տիկինը դարձել է անվերահսկելի, որը նախագահը կորցրել է իր ազդեցությունը նրա վրա, երբ սպաները նկատեցին նախարարին, նրանք անմիջապես դադարեցրին զրույցը հեռացան, նախարարը երբեք չհարցրեց այդ մասին, բայց այդ արտահայտությունները մնացին նրա հիշողության մեջ, երրորդ նախարարը բացահայտեց. Ամենաշոկայինը, նա ասաց, որ 2016 թվականին մի փակ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խմել էր ավելի շատ, քան սովորաբար, մի պահ ասել էր. Երբեմն ես մտածում եմ, որ ամուսնությունը բանտ է, որտեղից դուրս գալու միակ ճանապարհը մահն է, ներկաները լռել էին, չգիտենալով ինչպես արձագանքել, հետո Սերժը ժպտացել էր ավելացրել. Բայց մենք ունենք պարտականություններ, չէ՞, այդ երեկոյից հետո նախարարը հասկացել էր, որ նախագահական ընտանիքում ամեն ինչ այնքան էլ կատարյալ չէ, ինչպես ներկայացվում է հրապարակայնորեն, այս երեք նախարարները համաձայնեցին, որ Սերժ Սարգսյանը գիտեր ամեն ինչ, բայց ընտրել էր լռել, բայց ինչու ինչ կարող էր ստիպել մի ուժեղ նախագահի լռել իր կնոջ վարքագծի մասին, վախ սեր թե? Ինչ-որ գաղտնի պայմանագիր, որի մասին ոչ ոք չգիտեր, 2022 թվականի ձմռանը Երանում տեղի ունեցավ անսպասելի իրադարձություն, նախկին երգչուհիներից մեկը, ով հայտնի էր եղել 2010 թվականներին,
Հանկարծ տվեց հարցազրույց մի փոքր օնլայն հարթակին, հարցազրույցի ընթացքում նա խոսեց իր կարիերայի մասին, բայց մի պահ ասաց մի բան, որը շոկեցրեց բոլորին, նա ասաց. Հայաստանում երգչուհի լինելը նշանակում է ոչ միայն երգել, այլ նա խաղալ որոշակի դերեր, որոնք քեզանից ակնկալում են, երբ հարցազրույցավարը խնդրեց բացատրել, թե ինչ է նկատի, երգչուհին լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց. Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենց դիրքը նրանց իրավունք է տալիս պահանջել ավելին, քան պարզապես երգ, եթե հրաժարվես, քո կարիերան վերջանում է, եթե համաձայնվես, դու ստանում ես ամեն ինչ, փող, համբավ, հնարավորություններ։ Հարցազրույցավարը հարցրեց, թե ով են այդ մարդիկը, բայց երգչուհին հրաժարվեց անուններ տալ, ասելով միայն. Բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի խոսում։ Այդ հարցազրույցը տարածվեց սոցիալական ցանցերում, առաջացրեց նոր քննարկումների ալիք, մարդիկ սկսեցին կռահել. Թե ով է այդ երգչուհին նկատի ունեցել, շատերը անմիջապես մտածեցին Ռիտա Սարգսյանի մասին, բայց երգչուհին հետագայում ջնջեց այդ հարցազրույցը հայտարարեց, որ նրա խոսքերը սխալ են մեկնաբանվել, նա ավելացրեց, որ խոսել է ընդհանուր առմամբ շոու բիզնեսի մասին, ոչ թե կոնկրետ մարդկանց մասին, բայց վնասը արդեն պատճառված էր, մարդիկ սկսեցին հիշել այլ նմանատիպ դեպքեր, մի քանի այլ երգչուհիներ դերասաններ, ովքեր նույնպես հեռացել էին հանրային կյանքից, սկսեցին ստանալ հաղորդագրություններ սոցիալական ցանցերում, հարցերով։ Այն մասին, թե արդյոք նրանք էլ են ունեցել նմանատիպ փորձառություններ, շատերը չպատասխանեցին, բայց մի քանիսը գրեցին գաղտնի հաղորդագրություններ լրագրողներին, պատմելով իրենց պատմությունները պայմանով, որ նրանց անունները չբացահայտվեն, ինչու՞։ Այս կանայք վախենում էին խոսել, ինչ տեսակ սպառնալիքներ կամ ճնշումներ էին կիրառվել նրանց նկատմամբ, եթե ամեն ինչ օրինական էր։ Ինչու ապա այսքան գաղտնիություն վախ, 2022 թվականի գարնանը անկախ հետազոտողներից մեկը որոշեց ուսումնասիրել նախագահական պալատի ֆինանսական փաստաթղթերը, որոնք դարձել էին հասանելի հեղափոխությունից հետո։ Նա անցկացրեց ամիսներ վերլուծելով հազարավոր էջեր փաստաթղթեր, այն, ինչ նա գտավ, էր ավելի քան պարզապես անկանոն ծախսեր, նա գտավ օրինաչափություններ, որոնք ցույց էին տալիս համակարգված գործունեություն, ամեն ամիս կային ծախսեր, որոնք նշված էին որպես մշակութային միջոցառումներ, այդ ծախսերը տատանվում էին 5,000-ից 15,000 եվրո, բայց երբ հետազոտողը փորձեց գտնել այդ միջոցառումների մանրամասները, նա չգտավ ոչ մի պաշտոնական հաշվետվություն, չկային լուսանկարներ, չկային մասնակիցների ցուցակներ, չկային հրապարակային հայտարարություններ, այս միջոցառումները կարծես գոյություն չունեին, բացի ֆինանսական փաստաթղթերից, հետազոտողը նա գտավ, որ որոշակի ընկերություններ, որոնք մատակարարում էին ապրանքներ ծառայություններ նախագահական պալատին, ունեին կապեր Ռիտա Սարգսյանի հարազատների հետ, այդ ընկերությունները ստանում էին պայմանագրեր առանց մրցույթների, վճարում էին շատ բարձր գներով, երբեք չներկայացնում էին մանրամասն հաշվետվություններ, մի ընկերություն, որը մատակարարում էր դեկորատիվ նյութեր, ստացել էր 200,000 եվրո 3 տարվա ընթացքում, բայց ոչ մի տեղ չկար նշում, թե ինչ դեկորատիվ նյութեր էին մատակարարվել, որտեղ էին դրանք օգտագործվել, երբ հետազոտողը փորձեց հրապարակել իր գտածոները, նա ստացավ զանգ անհայտ համարից, զանգողը, ով չներկայացավ, ասաց. Դու չգիտես, թե ինչի մեջ ես խառնվում, կան մարդիկ, ովքեր դեռ ունեն իշխանություն կարող են քեզ վնասել, դադարիր հիմա, քանի դեռ ուշ չէ, հետազոտողը զեկուցեց այդ սպառնալիքի մասին ոստիկանությանը։ Բայց երբեք չստացավ պատասխան, ով էր այդ զանգողը, ինչպես նա իմացավ հետազոտողի աշխատանքի մասին, ինչու։ Ոստիկանությունը չարձագանքեց սպառնալիքին, այս հարցերը մնացին առանց պատասխանի, բայց հետազոտողը չդադարեցրեց իր աշխատանքը։ 2022 թվականի ամռանը Երանյան մի փակ ակումբում տեղի ունեցավ հանդիպում, որտեղ ներկա էին 10 նախկին նախագահական պալատի աշխատակից, նրանք բոլորն էլ հրաժարական էին տվել տարբեր ժամանակներում, բայց բոլորն էլ ունեին մի ընդհանուր բան, նրանք տեսել էին ինչ-որ բան, որը նրանց անհանգստացրել էր։ Այդ երեկո նրանք որոշեցին կազմել ամբողջական պատկերը, միավորելով իրենց վկայությունները, առաջին աշխատակիցը պատմեց, որ տեսել է, թե ինչպես երիտասարդ երգիչը լացում էր բաթրումում, հանդիպումից հետո, երբ նա հարցրեց, թե ինչ է պատահել, երգիչը ասաց. Ես չեմ կարող այլս, ես մտածում էի, որ սա կօգնի իմ կարիերային, բայց ես զգում եմ ինձ կեղտոտ, աշխատակիցը փորձեց հարցեր տալ։ Բայց երգիչը հեռացավ, երբեք չվերադարձավ, երկրորդ աշխատակիցը հիշեց, որ մի անգամ պատահաբար մտավ սենյակ, որտեղ Ռիտա Սարգսյանը խոսում էր հեռախոսով, նա լսեց, թե ինչպես Ռիտան ասում էր. Եթե նա չի ուզում գալ, ասա նրան, որ կորցնի ամեն ինչ, ես կարող եմ ապահովել, որ նա երբեք չաշխատի այս երկրում։ Երբ Ռիտան նկատեց աշխատակիցին, նա անմիջապես ավարտեց զրույցը, հրամայեց նրան դուրս գալ, երրորդ աշխատակիցը պատմեց,
որ տեսել է ցուցակ անունների, որը թողնված էր սեղանի վրա, ցուցակում կային 20 անուն, երգիչներ, դերասաններ, մոդելներ, յուրաքանչյուր անվան կողքին կային նշումներ, համաձայնվել է, հրաժարվել է, սպասում է, աշխատակիցը լուսանկարեց այդ ցուցակը, բայց հետո վախեցավ, ջնջեց լուսանկարը։ Չորրորդ աշխատակիցը հիշեց, որ մի անգամ տեսավ, թե ինչպես երիտասարդ տղամարդը փախչում էր պալատից, արյունոտ քթով, երբ անվտանգության աշխատակիցները փորձեցին կանգնեցնել նրան, նա գոչեց. «Ես չեմ վերադառնա այստեղ երբեք, ասեք նրան»։ Որ գտնի մեկ ուրիշին, տղամարդը հեռացավ, երբեք չվերադարձավ։ Հաջորդ օրը անվտանգության ղեկավարը հրամայեց բոլորին մոռանալ այդ դեպքը։ Հինգերորդ աշխատակիցը բացահայտեց, որ գոյություն ուներ հատուկ բժշկական սենյակ, որտեղ երիտասարդները կարող էին ստանալ օգնություն առանց պաշտոնական գրանցման։ Այդ սենյակում աշխատում էր բժիշկ, ով ստորագրել էր գաղտնիության պայմանագիր։ Բժիշկը բուժում էր տարբեր վնասվածքներ, տրամադրում էր հոգեբանական օգնություն։ Բայց նա երբեք չգրանցում էր այդ այցելությունները։ 6-րդ աշխատակիցը պատմեց, որ լսել է զրույց երկու անվտանգության սպայի միջ։ Նրանք խոսում էին այն մասին, որ առաջին տիկինը դուրս է եկել վերահսկողությունից, որ նախագահը պետք է ինչ-որ բան անի, բայց մեկ այլ սպան ասել էր. «Նախագահը չի կարող ոչինչ անել, նա գիտի, որ եթե փորձի կանգնեցնել նրան, նա կբացահայտի գաղտնիքներ, որոնք կավերեն նրան»։ 7-րդ աշխատակիցը հիշեց, որ մի անգամ տեսավ Սերժ Սարգսյանին նստած իր գրասենյակում, գլուխը ձեռքերի մեջ, երբ աշխատակիցը հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է, Սերժը նայեց նրան, ասաց. «Երբեմն ես մտածում եմ, որ իշխանությունը ամենամեծ անեծքն է, դու ստանում ես ամեն ինչ, բայց կորցնում ես քո հոգին»։ Աշխատակիցը չհասկացավ, թե ինչ է նկատի, բայց այդ խոսքերը մնացին նրա հիշողության մեջ։ 8-րդ աշխատակիցը բացահայտեց, որ գոյություն ուներ հատուկ հաշիվ բանկում, որը վերահսկվում էր Ռիտա Սարգսյանի անձնական քարտուղարի կողմից։ Այդ հաշվից կատարվում էին վճարումներ տարբեր մարդկանց, երգիչներ, դերասաններ, լրագրողներ, վճարումները նշվում էին որպես խորհրդատվական ծառայություններ կամ մշակութային ծրագրեր, բայց իրականում դրանք վճարումներ էին լռության համար։ 9-րդ աշխատակիցը պատմեց, որ տեսել է, թե ինչպես երիտասարդ երգչուհին ստանում է ծրար լի փողով։ Երբ երգչուհին բացեց ծրարը, տեսավ գումարը, նա սկսեց լալ։ Աշխատակիցը հարցրեց, թե ինչու է լալիս, եթե ստացել է փող։ Երգչուհին պատասխանեց. «Քանի արժե մարդու արժանապատվությունը, ես վաճառեցի իմը 5000 եվրոյի դիմաց»։ 10-րդ աշխատակիցը հիշեց, որ վերջին օրը, երբ նա աշխատում էր պալատում, տեսավ, թե ինչպես մի խումբ մարդիկ ոչնչացնում էին փաստաթղթեր, նրանք այրում էին թղթեր, ջնջում էին ֆայլեր համակարգիչներից, քանդում էին կոշտ սկավառակներ։ Երբ աշխատակիցը հարցրեց, թե ինչու են սա անում, նրան ասացին. «Կան բաներ, որոնք պետք է մնան անցյալում, մոռացիր այն, ինչ տեսար այստեղ»։ Այս 10 մարդիկ միավորեցին իրենց վկայությունները, ստեղծեցին փաստաթղթ, որը պարունակում էր ամբողջական պատկերը։ Նրանք ուղարկեցին այդ փաստաթղթերը մի քանի լրագրողների, իրավապաշտպան կազմակերպությունների, բայց մինչ օրս ոչ մի պաշտոնական հետաքննություն չի սկսվել։ Ինչու ով է արգելափակում այդ հետաքննությունները։ Ինչ տեսակ ուժ կամ ազդեցություն ունեն Սարգսյանները, որ կարողանում են կանխել արդարադատությունը։ 2022 թվականի աշնանը Երանի մի հին շենքի ստորգետնյա պահեստում գտնվեց արկղ, որը պարունակում էր հարյուրավոր վիդեոկասետներ։ Այդ կասետները պատկանում էին նախագահական պալատի անվտանգության արխիվին, պետք է ոչնչացվեին 2018 թվականի ապրիլին, բայց ինչ-որ մեկը պահել էր դրանք։ Երբ կասետները դիտեցին, պարզվեց, որ դրանք ձայնագրություններ են նախագահական պալատի տարբեր սենյակներից։ Մի կասետում երում էր, թե ինչպես Ռիտա Սարգսյանը հանդիպում է երիտասարդ երգչի հետ, զրույցը սկսվում է քաղաքավարի, բայց հետո Ռիտան ասում է. «Դու գիտես, որ ես կարող եմ քեզ դարձնել աստղ կամ ոչնչություն, ընտրությունը քոնն է»։ Երգիչը լռում է, ապա գլուխը թեքում է համաձայնության նշան։ Մեկ այլ կասետում տեսանելի է, թե ինչպես երիտասարդ դերասանը մերժում է առաջարկը, փորձում է հեռանալ, բայց դուռը փակ է։ Ռիտան մոտենում է նրան, ասում. «Դու չես կարող հեռանալ։ Քանի դեռ մենք չենք ավարտել մեր զրույցը, եթե հիմա հեռանաս, վաղը քո ընտանիքը կիմանա քո բոլոր գաղտնիքները»։ Դերասանը սկսում է լալ, ասում. «Խնդրում եմ, թողեք ինձ գնամ, ես ոչինչ չեմ ասի ոչ ոքի»։ Ռիտան ժպտում է, ասում. «Իհարկե չես ասի, քանի որ դու գիտես, թե ինչ կլինի, եթե ասես»։ Երրորդ կասետում երում է Սերժ Սարգսյանը մտնում սենյակ, որտեղ Ռիտան նստած է երիտասարդ երգչուհու հետ։ Սերժը կանգ է առնում դռան մոտ, նայում է նրանց, հեռանում է առանց խոսքի։ Ռիտան շարունակում է զրույցը, կարծես ոչինչ չի եղել։ Այս տեսարանը ցույց է տալիս, որ Սերժը գիտեր ամեն ինչ, բայց ընտրել էր չմիջամտել։ Ինչու, ինչ էր պահում նրան լռության մեջ։ 4-րդ կասետում տեսանելի է հանդիպում, որտեղ Ռիտան խոսում է իր քարտուղարի հետ, նրանք քննարկում են ցուցակ,
որտեղ նշված են 30 անուն, Ռիտան ասում է, այս 10 հոգին արդեն համաձայնվել են, հաջորդ 10 հոգուց 5-ը դեռ մտածում են, մնացած 15-ը հրաժարվել են, մենք պետք է գտնենք ճանապարհ ճնշելու նրանց, քարտուղարը հարցնում է, ինչպե՞ս։ Ռիտան պատասխանում է, օգտագործիր նրանց թույլ կողմերը, ամեն մարդ ունի ինչ-որ բան, որը չի ուզում, որ ուրիշները իմանան, 5-րդ կասետում երում է, թե ինչպես երիտասարդ տղամարդը ստանում է ծրար փողով, նա հաշվում է գումարը ասում. Սա բավարար չէ, դուք խոստացել էիք 10,000, բայց այստեղ միայն 5,000 է, Ռիտան պատասխանում է, մնացածը կստանաս, երբ կատարես այն, ինչ ես ասում եմ, եթե հրաժարվես, չես ստանա ոչինչ կորցնես այն, ինչ արդեն ունես։ Տղամարդը վերցնում է փողը հեռանում է խոնարհված գլխով, 6-րդ կասետում տեսանելի է զրույց Ռիտայի անհայտ կնոջ միջ, կինը ասում է, իմ դուստրը ասում է, որ դուք սպառնացել եք նրան, նա վախենում է գալ այստեղ, Ռիտան պատասխանում է, ձեր դուստրը պետք է հասկանա, որ հնարավորությունները չեն գալիս երկու անգամ, եթե նա ուզում է հաջողություն, նա պետք է լինի ճկուն, եթե ոչ, կան հարյուրավոր ուրիշներ, ովքեր պատրաստ են, կինը սկսում է լալ ասում. Բայց նա միայն 19 տարեկան է, Ռիտան պատասխանում է, հենց այդ տարիքում է լավագույն ժամանակը սկսելու կարիերան, 7-րդ կասետում երում է, թե ինչպես Ռիտան խոսում է հեռախոսով, նա ասում է, այո, նա հրաժարվեց, այժմ մենք պետք է ապահովենք, որ նա չաշխատի ոչ մի հեռուստաընկերության մեջ, զանգիր բոլոր ղեկավարներին ասա, որ եթե նրանք վարձեն նրան, կորցնեն մեր աջակցությունը, նրանք կհասկանան, թե ինչ է դա նշանակում, զրույցը ավարտվում է, Ռիտան ժպտում է գոհունակ։ 8-րդ կասետում տեսանելի է հանդիպում, որտեղ Ռիտան խոսում է 3 երիտասարդ երգչուհիների հետ միաժամանակ, նա բացատրում է նրանց, թե ինչ է ակնկալում, նա ասում է, դուք պետք է լինեք հասանելի ցանկացած ժամանակ, երբ ես զանգահարեմ, դուք պետք է հագնվեք այնպես, ինչպես ես ասում եմ, դուք պետք է վարվեք այնպես, ինչպես ես ուզում եմ, եթե կատարեք այս պարզ կանոնները, ձեր կարիերան կբարձրանա, եթե ոչ, դուք կվերադառնաք անհայտությանը, երգչուհիները գլուխ են թեքում համաձայնության նշան, 9-րդ կասետում երում է, թե ինչպես Սերժ Սարգսյանը կրկին մտնում է սենյակ, այս անգամ մնում է։ Նա նստում է անկյունում լսում Ռիտայի զրույցը երիտասարդ երգչի հետ, երբ զրույցը ավարտվում է երգիչը հեռանում է, Սերժը ասում է, քանի ժամանակ դեռ կշարունակվի սա, Ռիտան պատասխանում է, քանի դեռ ես ուզում եմ, դու ինձ ոչինչ չես կարող ասել, Սերժը լռում է հեռանում է, այս տեսարանը ցույց է տալիս, որ նրանց հարաբերություններում իշխանությունը պատկանում էր Ռիտային։ 10-րդ կասետում տեսանելի է հանդիպում, որտեղ Ռիտան խոսում է իր փաստաբանի հետ, նրանք քննարկում են, թե ինչպես պաշտպանվել, եթե ինչ-որ մեկը փորձի բացահայտել ճշմարտությունը, փաստաբանը ասում է, մենք ունենք բավարար ապացույցներ ցանկացած մարդու դեմ, ով կփորձի խոսել, մենք կարող ենք մեղադրել նրան շանտաժում, սուտ մեղադրանքներում, նույնիսկ հոգեկան խանգարումներում, ոչ ոք չի հավատա նրանց, Ռիտան ժպտում է ասում. Հենց այդպես, մենք պետք է ապահովենք, որ ոչ ոք երբեք չխոսի, այս 10 կասետը միայն փոքր մասն էին ամբողջ արխիվից, ընդհանուր առմամբ կային ավելի քան 200 կասետ, որոնք ձայնագրված էին 2002-ից մինչ 2018 թվականները, բայց ով էր պահել այդ կասետները, ինչու։ Նա չէր ոչնչացրել դրանք։ Ինչպես հրամայված էր, եւ ամենակարևորը, ինչու։ Նա որոշեց բացահայտել դրանք հենց այժմ, 2022 թվականի ձմռանը այդ կասետները գտած մարդը համաձայնեցավ հանդիպել անկախ լրագրողի հետ, նա պահանջեց ամբողջական անանունություն հանդիպումը տեղի ունեցավ մութ ավտոկայանատեղում, մարդը, ով թաքցրել էր իր դեմքը դիմակով, ասաց. Ես աշխատում էի անվտանգության արխիվում 10 տարի, ես տեսա ամեն ինչ, ինչ ձայնագրվում էր, երբ հրամայեցին ոչնչացնել բոլոր կասետները, ես գիտեի, որ սա սխալ է, պատմությունը պետք է իմանա ճշմարտությունը, ես վերցրեցի այդ կասետները, թաքցրեցի դրանք։ Ես սպասեցի 4 տարի, մինչ զգացի անվտանգ բացահայտելու դրանք, լրագրողը հարցրեց, թե ինչու նա որոշեց խոսել հենց այժմ, մարդը պատասխանեց. Քանի որ ես տեսնում եմ, որ ոչինչ չի փոխվում, Սարգսյանները դեռ ազատ են, նրանք դեռ ունեն իշխանություն, եւ ամենավատը, նրանք դեռ վախեցնում են մարդկանց, ես ուզում եմ, որ այս ավարտվի, ես ուզում եմ, որ զոհերը ստանան արդարադատություն, լրագրողը հարցրեց, թե արդյոք նա վախենում է հետանքներից, մարդը պատասխանեց. Իհարկե վախենում եմ, բայց ես ավելի շատ վախենում եմ ապրել իմ մնացած կյանքը այս գաղտնիքի հետ, լրագրողը ստացավ կասետների պատճենները, սկսեց դրանք ուսումնասիրել, նա անցկացրեց ամիսներ վերլուծելով յուրաքանչյուր կադր, յուրաքանչյուր զրույց, յուրաքանչյուր մանրամասն, նա հարցազրույցներ վերցրեց այն մարդկանցից, ովքեր երում էին կասետներում, շատերը հրաժարվեցին խոսել, բայց մի քանիսը համաձայնեցին պատմել իրենց պատմությունները, մի նախկին երգչուհի, ով երում էր մի քանի կասետներում, ասաց.
Երբ ես տեսա այդ ձայնագրությունները, ես սկսեցի լալ, ես հիշեցի այն ամենը, ինչ ապրեցի, ես հիշեցի, թե ինչպես էի զգում ինձ անօգնական վախեցած, ես հիշեցի, թե ինչպես էի մտածում ինքնասպանության մասին, քանի որ չէի կարող տանել այլս, բայց ես նա հիշեցի, թե ինչպես ինձ ասացին, որ եթե խոսեմ, իմ ընտանիքը կտուժի, այդ սպառնալիքը պահեց ինձ լռության մեջ 10 տարի, մեկ այլ նախկին դերասան, ով նույնպես երում էր կասետներում, ասաց. Ես կորցրեցի ամեն ինչ, քանի որ հրաժարվեցի, իմ կարիերան ավարտվեց, ես չկարողացա գտնել աշխատանք, իմ ընկերները հեռացան ինձնից, ես դարձա անտեղի, բայց ես երբեք չափազանց չեմ զղջացել իմ որոշման համար, ես պահպանեցի իմ արժանապատվությունը, եւ այժմ, երբ ես տեսնում եմ այդ կասետները, ես գիտեմ, որ ես ճիշտ էի, երրորդ մարդ, ով աշխատել էր նախագահական պալատում, ասաց. Ես տեսա ամեն ինչ, բայց չկարողացա ոչինչ անել, ես փորձեցի զեկուցել իմ վերադասներին, բայց նրանք ասացին ինձ լռել, ես փորձեցի գնալ ոստիկանություն, բայց նրանք հրաժարվեցին ընդունել իմ բողոքը, ես զգացի ինձ անօգնական, ես զգացի, որ համակարգը աշխատում է նրանց օգտին, ոչ թե արդարադատության օգտին, եւ այժմ, երբ ես տեսնում եմ այդ կասետները, ես հույս ունեմ, որ վերջապես արդարադատությունը կհաղթի, լրագրողը պատրաստեց մանրամասն հետաքննություն, որը ներառում էր կասետների վերլուծություն, վկայությունները, փաստաթղթային ապացույցները, նա ներկայացրեց այդ հետաքննությունը մի քանի լրատվամիջոցների, բայց շատերը հրաժարվեցին հրապարակել այն, նրանք ասացին, որ սա չափազանց վտանգավոր է, չափազանց սկանդալային է, չափազանց քաղաքական է, միայն մի փոքր անկախ օնլայն հարթակ համաձայնեցավ հրապարակել հետաքննությունը, երբ հետաքննությունը հրապարակվեց, այն անմիջապես տարածվեց։ Սոցիալական ցանցերում հազարավոր մարդիկ դիտեցին կասետների հատվածները, կարդացին վկայությունները, քննարկեցին ապացույցները, հասարակությունը բաժանվեց երկու ճամբարի, մի մասը պահանջում էր անմիջական հետաքննություն դատական գործընթաց։ Մյուս մասը պնդում էր, որ սա քաղաքական հարձակում է, կասետները կեղծ են, Սարգսյանների փաստաբանները անմիջապես արձագանքեցին, նրանք հրապարակեցին հայտարարություն, որտեղ ասվում էր, որ կասետները կեղծված են, վկայությունները սուտ են, ամբողջ հետաքննությունը քաղաքական պատվերի արդյունք է, նրանք սպառնացին դատական հայցով բոլոր նրանց դեմ, ովքեր տարածում են այս սուտ տեղեկությունները, նրանք նապահանջեցին, որ կասետները ներկայացվեն փորձագիտական ստուգման, բայց անկախ փորձագետները, ովքեր ուսումնասիրեցին կասետները, հաստատեցին, որ դրանք իսկական են, նրանք ասացին, որ ձայնագրությունները չեն խմբագրված, տեսանյութերը չեն մոնտաժված, ամեն ինչ ցույց է տալիս, որ դրանք իրական փաստաթղթեր են։ Նրանք նշեցին, որ կասետների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են այն սարքավորումներին, որոնք օգտագործվում էին նախագահական պալատում այդ տարիներին, ինչու՞։ Իշխանությունները դեռ չեն սկսել պաշտոնական հետաքննություն, ինչու՞։ Դատախազությունը լռում է, ինչու՞։ Ոստիկանությունը չի արձագանքում բազմաթիվ բողոքներին, ինչ տեսակ ուժ կամ ազդեցություն ունեն Սարգսյանները, որ կարողանում են կանխել արդարադատությունը նույնիսկ այսքան ապացույցների առկայության դեպքում, 2022 թվականի գարնանը տեղի ունեցավ անսպասելի իրադարձություն, նախկին անվտանգության աշխատակիցներից մեկը, ով մասնակցել էր կասետների ոչնչացման գործընթացին, հանկարծ մահացավ կասկածելի հանգամանքներում, պաշտոնական տարբերակով նա ինքնասպանություն էր գործել, բայց նրա ընտանիքը պնդում էր, որ սա անհնար է, նրանք ասում էին, որ նա երջանիկ էր, ուներ պլաններ ապագայի համար, երբեք չէր խոսել ինքնասպանության մասին, նրանք նշեցին, որ նրա մահից մի քանի օր առաջ նա ստացել էր սպառնալիքներ, այս մահը ավելի շատ հարցեր բարձրացրեց, ով էր շահագրգռված այդ մարդու լռեցնելու մեջ, ինչ էր նա գիտում, որ այլ մարդիկ չգիտեին։ Արդյոք սա պատահական էր, թե՞ նպատակային սպանություն, ոստիկանությունը հայտարարեց, որ քննում է դեպքը, բայց մինչ օրս ոչ մի արդյունք չի հրապարակվել, 2 շաբաթ հետո մեկ այլ նախկին աշխատակից, ով նույնպես տեղեկություններ ուներ կասետների մասին, հայտնվեց հիվանդանոցում ծանր վիճակում, պաշտոնական տարբերակով նա թունավորվել էր սննդից, բայց բժիշկները ասացին, որ ախտանիշները նման են դիտավորյալ թունավորման, այս մարդը վերապրեց, բայց հրաժարվեց խոսել այն մասին, թե ինչ է պատահել, նա միայն ասաց. Ես ուզում եմ ապրել, ես ունեմ ընտանիք, ես չեմ կարող ռիսկի ենթարկել նրանց, այս երկու դեպքերը ստեղծեցին վախի մթնոլորտ, շատ մարդիկ, ովքեր նախկինում պատրաստ էին խոսել, այժմ լռում էին, նրանք վախենում էին իրենց ընտանիքների անվտանգության համար։ Լրագրողները, ովքեր հետաքննում էին այս գործը, նույնպես սկսեցին ստանալ սպառնալիքներ, մեկը ստացավ հեռախոսազանգ, որտեղ անհայտ ձայնը ասաց. Դադարիր հիմա, կամ քո ընտանիքը կտուժի, մեկ այլ լրագրող գտավ իր ավտոմեքենայի անիվները կտրված, ինչպես կարող է հասարակությունը պայքարել այսպիսի համակարգի դեմ, ինչպես կարող են զոհերը ստանալ արդարադատություն։
Երբ վկաները վախենում են խոսել, ինչպես կարող է ճշմարտությունը բացահայտվել, երբ նրանք, ովքեր փորձում են բացահայտել այն, սպառնալիքների են ենթարկվում։ 2022 թվականի ամռանը մի խումբ իրավապաշտպաններ լրագրողներ որոշեցին միավորել իրենց ջանքերը, նրանք ստեղծեցին անկախ հետաքննական խումբ, որի նպատակն էր հավաքել բոլոր ապացույցները, վկայությունները, փաստաթղթերը։ Նրանք որոշեցին դիմել միջազգային կազմակերպություններին, օգնություն խնդրելու համար, նրանք հասկացան, որ Հայաստանի ներսում արդարադատություն ստանալը գրեթե անհնար է, բայց միջազգային ճնշումը կարող է փոխել իրավիճակը, խումբը սկսեց աշխատել մանրակրկիտ, նրանք հարցազրույցներ վերցրեցին տասնյակ զոհերից, ովքեր համաձայնեցին խոսել անանուն, նրանք հավաքեցին ֆինանսական փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս անկանոն գործարքները, նրանք վերլուծեցին կասետները, ստեղծեցին մանրամասն ժամանակագրություն, նրանք բացահայտեցին կապեր այլ նմանատիպ գործերի հետ, որոնք տեղի էին ունեցել այլ երկրներում։ 6 ամիս հետո խումբը ներկայացրեց իր հետաքննությունը միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, զեկույցը ներառում էր ավելի քան 500 էջ ապացույցներ, վկայություններ, վերլուծություններ։ Կազմակերպությունները ուսումնասիրեցին զեկույցը, հայտարարեցին, որ այն պարունակում է լուրջ մեղադրանքներ, որոնք պահանջում են պաշտոնական հետաքննություն, նրանք դիմեցին Հայաստանի իշխանություններին, պահանջելով սկսել անկախ թափանցիկ հետաքննություն, բայց Հայաստանի իշխանությունները արձագանքեցին շատ զուսպ, նրանք ասացին, որ ուսումնասիրում են զեկույցը, բայց չտվեցին կոնկրետ ժամկետներ կամ պարտավորություններ, նրանք ավելացրեցին, որ ցանկացած հետաքննություն պետք է հիմնված լինի օրինական ապացույցների վրա։ Ոչ թե անհիմն մեղադրանքների, այս պատասխանը հիասթափեցրեց շատերին, ովքեր հույս ունեին արագ արդարադատության, ինչու՞։ Իշխանությունները շարունակում են հետաձգել հետաքննությունը, ինչ են նրանք վախենում բացահայտել, արդյոք կան ավելի բարձր մակարդակի մարդիկ, ովքեր ներգրավված են այս գործում, արդյոք ամբողջ համակարգը այնքան կոռումպացված է, որ արդարադատությունը անհնար է։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի, բայց մի բան հստակ է, Ռիտա Սարգսյանի պատմությունը ավելին է, քան պարզապես մի կնոջ անձնական վարքագիծը, սա պատմություն է իշխանության չարաշահման, համակարգային կոռուպցիայի, արդարադատության բացակայության մասին, սա պատմություն է այն մասին, թե ինչպես մի երկրում կարող է գոյություն ունենալ երկու օրենք, մեկը հզորների համար, մյուսը սովորական մարդկանց համար, եւ սա պատմություն է այն մասին, թե ինչպես զոհերը շարունակում են սպասել արդարադատությանը, մինչդեռ նրանք, ովքեր պատասխանատու են, շարունակում են ապրել առանց հետանքների։ 2022 թվականի աշնանը Երանի մի հին գրադարանի արխիվում պատահաբար գտնվեց փաթեթ, որը պարունակում էր անձնական նամակներ։ Այդ նամակները գրված էին 2013-ից մինչ 2017 թվականները, ուղղված էին Ռիտա Սարգսյանին, նամակների հեղինակները երիտասարդ արվեստագետներ էին, ովքեր խնդրում էին օգնություն իրենց կարիերայի համար։ Բայց այդ նամակների տոնը փոխվում էր էջից էջ, սկզբում դրանք լի էին հույսով, երախտագիտությամբ։ Բայց հետո երում էին հիասթափություն, վախ, անհուսություն, մի նամակում երիտասարդ երգչուհին գրում էր. Շնորհակալ եմ այն հնարավորության համար, որը դուք ինձ տվեցիք, ես երբեք չէի պատկերացնում, որ կարող եմ հայտնվել այդ բեմում, բայց ես չէի հասկանում, որ գինը կլինի այսքան բարձր, ես չգիտեի, որ պետք է տամ ավելին, քան պարզապես իմ տաղանդը, ես զգում եմ ինձ կեղտոտ ամոթով, ես ուզում եմ վերադառնալ իմ նախկին կյանքին, բայց դուք ասացիք, որ եթե հեռանամ, կորցնեմ ամեն ինչ, ես չգիտեմ ինչ անել։ Մեկ այլ նամակում երիտասարդ դերասանը գրում էր. Ես մտածում էի, որ դուք իսկապես հետաքրքրված եք օգնելու երիտասարդ տաղանդներին, ես հավատացի ձեր խոսքերին, բայց հիմա ես հասկանում եմ, որ սա ամենը խաղ էր, ես պարզապես խաղալիք էի ձեր ձեռքերում, ես փորձեցի հրաժարվել, բայց դուք սպառնացիք իմ ընտանիքին։ Ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք տուժեն իմ պատճառով, այդ պատճառով ես շարունակում եմ գալ, թե ամեն անգամ մի մասը իմ հոգուց մեռնում է։ Երրորդ նամակում երիտասարդ մոդելը գրում էր. Ես լսել էի լուրեր, բայց չէի հավատում, ես մտածում էի, որ դրանք պարզապես նախանձի արդյունք են, բայց հիմա ես ինքս ապրում եմ այն, ինչի մասին ուրիշները խոսում էին, ես հասկանում եմ, որ ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը, կան տասնյակ ուրիշներ, ովքեր անցել են նույն ճանապարհով, մենք բոլորս լռում ենք, քանի որ վախենում ենք, բայց մի օր ինչ-որ մեկը կխոսի, այն ժամանակ ամբողջ ճշմարտությունը կբացահայտվի։ Չորրորդ նամակը տարբերվում էր մյուսներից, այն գրված էր ոչ թե զոհի, այլ մոր կողմից։ Մայրը գրում էր. Իմ դուստրը 19 տարեկան է, նա երազում էր դառնալ երգչուհի, երբ դուք առաջարկեցիք նրան հնարավորություն, մենք մտածեցինք, որ սա Աստծո օրհնությունն է, բայց հիմա իմ դուստրը փոխվել է, նա այլևս չի ժպտում, նա չի խոսում ինձ հետ, նա գիշերները լալիս է։
Երբ ես հարցնում եմ, թե ինչ է պատահել, նա ասում է, որ ոչինչ, բայց ես տեսնում եմ ցավը նրա աչքերում, ես գիտեմ, որ ինչ-որ բան սխալ է, խնդրում եմ, թողեք իմ դուստրին, նա չափազանց երիտասարդ է այս ամենի համար։ 5-րդ նամակը գրված էր 2016 թվականին պարունակում էր սպառնալիք, անհայտ հեղինակը գրում էր. Դուք մտածում եք, որ կարող եք շարունակել այսպես առանց հետանքների, դուք մտածում եք, որ ձեր դիրքը ձեզ պաշտպանում է, բայց դուք սխալվում եք, կգա օր, երբ ամբողջ ճշմարտությունը կբացահայտվի, կգա օր, երբ բոլոր զոհերը կխոսեն, եւ այն ժամանակ ոչ ձեր ամուսինը, ոչ ձեր փաստաբանները, ոչ էլ ձեր փողը չեն կարողանա ձեզ փրկել։ Այս նամակները ցույց էին տալիս, որ շատ մարդիկ փորձել էին դիմել Ռիտա Սարգսյանին, խնդրելով դադարեցնել այն, ինչ տեղի էր ունենում, բայց ոչ մի նամակ չէր ստացել պատասխան, ոչ մի խնդրանք չէր լսվել, համակարգը շարունակում էր գործել։ Նոր զոհեր շարունակում էին ավելանալ, 2022 թվականի ձմռանը անկախ հոգեբանները, ովքեր աշխատում էին զոհերի հետ, հրապարակեցին զեկույց, այդ զեկույցում նրանք նկարագրեցին այն հոգեբանական վնասը, որը պատճառվել էր տասնյակ երիտասարդների, զոհերը տառապում էին դեպրեսիայից, անհանգստության խանգարումներից, հետմանկական սթրեսային խանգարումներից, շատերը մտածել էին ինքնասպանության մասին, մի քանիսը փորձել էին, ամենավատը այն էր, որ նրանք չէին կարող խոսել իրենց փորձառության մասին, քանի որ վախենում էին հետանքներից, հոգեբանները նշեցին, որ այս տեսակի չարաշահումը ունի երկարաժամկետ հետանքներ, զոհերը կորցնում են վստահությունը մարդկանց նկատմամբ, դժվարանում են ստեղծել առողջ հարաբերություններ, տառապում են ինքնագնահատականի խնդիրներից, շատերը դառնում են կախված ալկոհոլից կամ թմրանյութերից, փորձելով մոռանալ իրենց ցավը, մի քանիսը լիովին հեռանում են հասարակական կյանքից, ապրում են մեկուսացման մեջ։ Զեկույցը նա քննադատեց համակարգը, որը թույլ տվեց այս ամենին տեղի ունենալ, հոգեբանները ասացին, որ երբ իշխանությունը կենտրոնացված է մի քանի մարդկանց ձեռքում, չկա իրական վերահսկողություն, այսպիսի չարաշահումները անխուսափելի են, նրանք նա քննադատեցին լռությունը, որը շրջապատում էր այս գործը, նրանք ասացին, որ հասարակությունը, որը գիտի, բայց լռում է, դառնում է համակատար այս հանցագործության մեջ, ինչու՞։ Հասարակությունը լռում էր այսքան երկար, ինչու՞։ Մարդիկ, ովքեր գիտեին ճշմարտությունը, չէին խոսում, պատասխանը բարդ է, բայց հոգեբանները բացատրեցին մի քանի պատճառ, առաջինը վախն էր, մարդիկ վախենում էին իրենց ընտանիքների անվտանգության համար, երկրորդը անօգնականության զգացումն էր։ Մարդիկ չէին հավատում, որ նրանց ձայնը կարող է ինչ-որ բան փոխել, երրորդը նորմալացումն էր, երբ ինչ-որ բան տեղի է ունենում երկար ժամանակ, մարդիկ սկսում են ընդունել այն որպես նորմալ, բայց հոգեբանները ասացին, որ փոփոխությունը հնարավոր է։ Նրանք ասացին, որ երբ զոհերը սկսում են խոսել, երբ հասարակությունը սկսում է լսել, երբ իշխանությունները սկսում են գործել, այն ժամանակ արդարադատությունը դառնում է հնարավոր, նրանք կոչ արեցին բոլորին, ովքեր ունեն տեղեկություններ, խոսել։ Նրանք խոստացան աջակցություն, պաշտպանություն բոլոր նրանց, ովքեր համարձակություն կունենան բացահայտել ճշմարտությունը։ 2022 թվականի գարնանը տեղի ունեցավ անսպասելի զարգացում, նախկին նախագահական պալատի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով տարիներ շարունակ լռել էր, հանկարծ համաձայնեցավ տալ հարցազրույց, այս մարդը, ով խնդրեց չբացահայտել իր անունը մինչ հետաքննության ավարտը, պատմեց մանրամասներ, որոնք շոկեցրին նույնիսկ այն մարդկանց, ովքեր արդեն շատ բան գիտեին, պաշտոնյան ասաց. Ես տեսա ամեն ինչ, ես գիտեի ամեն ինչ, բայց ես լռեցի, քանի որ վախենում էի, ես ունեի ընտանիք, երեխաներ, հիպոթեկ, ես չէի կարող թույլ տալ կորցնել ամեն ինչ, բայց հիմա ես տեսնում եմ, որ իմ լռությունը թույլ տվեց այս ամենին շարունակվել։ Ես զգում եմ ինձ մեղավոր, այդ պատճառով ես որոշեցի խոսել, պաշտոնյան բացահայտեց, որ Սերժ Սարգսյանը իսկապես գիտեր ամեն ինչ, նա ասաց. Նախագահը ստանում էր զեկույցներ յուրաքանչյուր շաբաթ, այդ զեկույցներում նշվում էր, թե ով է այցելել, երբ, որքան ժամանակ, նա գիտեր անունները, գիտեր մանրամասները, բայց նա երբեք չմիջամտեց, երբ մենք հարցնում էինք, թե ինչու, նա ասում էր, որ սա ընտանեկան հարց է, մենք չպետք է խառնվենք, պաշտոնյան նա բացահայտեց, որ եղել են փորձեր կանգնեցնել Ռիտա Սարգսյանին, նա ասաց. 2014 թվականին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպեցին նախագահի հետ, ասացին, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, նրանք ասացին, որ եթե սա շարունակվի, սկանդալը կարող է ամեն ինչ ավերել, բայց նախագահը ասաց, որ նա կվերահսկի իրավիճակը, նա խոստացավ, որ կխոսի իր կնոջ հետ, բայց ոչինչ չփոխվեց, ամեն ինչ շարունակվեց նույնը, պաշտոնյան նա պատմեց մի դեպք, որը ցույց էր տալիս Ռիտա Սարգսյանի իրական իշխանությունը, նա ասաց. 2015 թվականին մի նախարար փորձեց միջամտել, նա ասաց առաջին տիկնոջը, որ այն, ինչ նա անում է,
Անընդունելի է, հաջորդ օրը այդ նախարարը ստացավ հեռախոսազանգ նախագահից, նախագահը ասաց նրան, որ եթե նա ուզում է պահպանել իր պաշտոնը, նա պետք է մնա հեռու ընտանեկան հարցերից, շաբաթ անց այդ նախարարը հրաժարական տվեց, նա երբեք չբացատրեց իրական պատճառը, բայց մենք բոլորս գիտեինք, այս բացահայտումները ցույց էին տալիս, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն գիտեր, այլ ակտիվորեն պաշտպանում էր իր կնոջը, նա օգտագործում էր իր իշխանությունը, լրացնելու նրանց, ովքեր փորձում էին միջամտել, նա ստեղծել էր համակարգ, որտեղ Ռիտան կարող էր անել ինչ ուզում էր առանց հետանքների, բայց ինչու ինչ էր պահում նրան այս հարաբերություններում, ինչ տեսակ համաձայնություն կամ գաղտնիք կարող էր գոյություն ունենալ նրանց միջ, Պաշտոնյան առաջարկեց մի բացատրություն, նա ասաց. Կան լուրեր, որ Ռիտան գիտեր գաղտնիքներ Սերժի անցյալի մասին, գաղտնիքներ, որոնք կարող էին ավերել նրան, եթե բացահայտվեին, ես չգիտեմ, թե արդյոք սա ճիշտ է, բայց սա կբացատրեր. Թե ինչու նա այդքան անդորր էր, Սերժը չէր կարող ռիսկի ենթարկել, որ այդ գաղտնիքները բացահայտվեն, այդ պատճառով նա թույլ էր տալիս Ռիտային անել ինչ ուզում էր, եթե սա ճիշտ է, ապա ամբողջ պատմությունը դառնում է ավելի բարդ։ Սա այլևս ոչ միայն մի կնոջ չարաշահումների պատմություն է, այլ նա երկու մարդկանց միջ ուժի գաղտնիքների բարդ խաղի պատմություն, սա պատմություն է այն մասին, թե ինչպես անցյալի գաղտնիքները կարող են պահել մարդկանց գերի ներկայում։ Եվ սա պատմություն է այն մասին, թե ինչպես իշխանությունը կարող է կոռումպացնել ոչ միայն մեկ մարդու, այլ ամբողջ համակարգի։ 2022 թվականի ամռանը հետաքննական խումբը հրապարակեց իր վերջնական զեկույցը։ Զեկույցը ներառում էր ավելի քան 700 էջ ապացույցներ, վկայություններ, վերլուծություններ, եզրակացություններ։ Զեկույցը հաստատում էր, որ 2000-ից մինչ 2018 թվականները գոյություն ունեցել է համակարգված չարաշահումների ցանց, որը ներառել է տասնյակ զոհեր, բազմաթիվ համակատարներ։ Զեկույցը նա բացահայտեց, որ այս համակարգը չէր սահմանափակվում միայն Ռիտա Սարգսյանով, եղել են ուրիշ մարդիկ, ովքեր օգտվել են այս համակարգից, եղել են բիզնեսմեններ, ովքեր առաջարկել են գումար երիտասարդ արվեստագետներին, դիմաց ստանալով ծառայություններ, եղել են պաշտոնյաներ, ովքեր օգտագործել են իրենց դիրքը ճնշելու զոհերին, եղել են լրագրողներ, ովքեր ստացել են գումար լռելու համար։ Զեկույցը կոչ արեց իշխանություններին անմիջապես սկսել քրեական հետաքննություն։ Զեկույցը նա առաջարկեց ստեղծել անկախ հանձնաժողով, որը կուսումնասիրի համակարգային խնդիրները, կառաջարկի բարեփոխումներ։ Զեկույցը պահանջեց փոխհատուցում զոհերին, պատիժ մեղավորներին։ Զեկույցը նա կոչ արեց հասարակությանը աջակցել զոհերին չլռել անարդարության դեմ, բայց մինչ օրս 2 տարի անց այդ զեկույցի հրապարակումից ոչ մի քրեական գործ չի սկսվել, ոչ մի մեղավոր չի ձերբակալվել, ոչ մի զոհ չի ստացել փոխհատուցում։ Ռիտա Սարգսյանը շարունակում է ապրել հանգիստ կյանքով, Սերժ Սարգսյանը շարունակում է ունենալ ազդեցություն։ Համակարգը շարունակում է պաշտպանել իր սեփականներին։ Ինչու։ Արդարադատությունը այդքան դժվար է։ Ինչու։ Զոհերը շարունակում են սպասել։ Ինչու։ Մեղավորները շարունակում են ազատ մնալ, պատասխանը գտնվում է այն համակարգում, որը թույլ տվեց այս ամենին տեղի ունենալ, համակարգ, որտեղ իշխանությունը կենտրոնացված է, վերահսկողությունը թույլ է, կոռուպցիան խորը է, արդարադատությունը կախված է քաղաքական կամքից, բայց պատմությունը դեռ չի ավարտվել, զոհերը շարունակում են խոսել, վկաները շարունակում են բացահայտել ապացույցներ, հասարակությունը շարունակում է պահանջել արդարադատություն, եւ մի օր, գուցե ոչ այսօր, գուցե ոչ վաղը, բայց մի օր ճշմարտությունը կհաղթի, մի օր զոհերը կստանան արդարադատություն, մի օր մեղավորները կպատասխանեն իրենց արարքների համար, մինչ այդ Ռիտա Սարգսյանի պատմությունը մնում է որպես զգուշացում այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ իշխանությունը չարաշահվում է, զգուշացում այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ հասարակությունը լռում է, զգուշացում այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ արդարադատությունը ձախողվում է, եւ զգուշացում այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք թույլ ենք տալիս, որ մեղավորները մնան առանց պատասխանատվության, հարցը, որը մնում է յուրաքանչյուրիս համար, հետյալն է, ինչ ենք մենք անելու այս ամենի հետ, շարունակել ենք լռել, թե վերջապես կխոսենք, շարունակել ենք անտեսել, թե վերջապես կգործենք, շարունակել ենք ընդունել անարդարությունը, թե վերջապես կպայքարենք դրա դեմ, ընտրությունը մերն է, բայց յուրաքանչյուր օր, որ մենք ընտրում ենք լռել, մենք դառնում ենք համակատար, եւ յուրաքանչյուր օր, որ մենք ընտրում ենք չգործել, մենք թույլ ենք տալիս, որ պատմությունը կրկնվի։